Բարև բոլորին, Antifake-ի եթերում իմ Nemnimi Answers-ն եմ։ Բոլորին հայտնի պատճառներով այսօր իմ ամուսին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր այստեղ չէ եւ քանի որ ես ստանձնել եմ իր ձայնը լինելու պարտականությունը, որն ինձ համար մեծ պատիվ է։ Այսօր ես կընթերցեմ ձեր կողմից ուղղված հարցերի պատասխանները, որոնք ամուսինը ստացել է փաստաբանների միջոցով եւ գրավոր փոխանցել է։ Բարև ձեզ, սիրելի համախոհներ։ Ողջունում եմ բոլորիդ ազատազրկման վայրից, բայց առավել քան երբեք ազատ մտքով, հանգիստ խղճով եւ բարձր գլխով։ Իմ Nemnimi Answers-ի հերթական թողարկման հարցերն եմ ստացել եւ մեծ սիրով կպատասխանեմ դրանց առավել բովանդակայիններին։ Իմ փոխարեն տեսախցիկների առաջ գրավոր պատասխանները, ինչպես արդեն նկատել եք, կարդում է կինս Լուսինեն։ Տանից նվազագույնը մեկը պետք է լինի պայքարի առաջնագծում սկզբունքից ելնելով։ Պատասխանում եմ Ան դոկտատիրոջ հարցին։ Բարև Նարեկ ջան, բախտում եմ քեզ եւ բոլոր քաղբանտարկյալներին ազատություն։ Ափսոս զրկել են զգալու այն հզոր էներգետիկ ուժը, որը փոխանցում է կինդ, Antifake-ի թիմը եւ մնացած բոլոր համախոհները։ Հարցս հետեւյալն է. արդյոք ժամանակը չէ քաղաքական հայտ ներկայացնելու։ Շնորհակալություն։ Հարգելի Անդ, հավատացնում եմ, որ առավելագույնը զգում եմ այդ էներգետիկան, տեսնում եմ դրա արդյունքները, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս վախեցած տահակները անգամ ֆիզիկապես չեն կարողացել բանտարկել ինձ։ Ամեն ինչ նույն ունով ընթանում է, ուղղակի փոխվել են աշխատանքային գործիքներն ու սահմանափակվել ժամանակը։ Մնացածը ես ստանում եմ, կարդում եմ, գրում եմ։ Քաղաքական հայտի մասով ասեմ, որ ես միշտ իմ էությամբ քաղաքական եմ եղել, շնչել ու արտաշնչել եմ այդ ոլորտով։ Քաղաքականությամբ զբաղվել ինձ համար երբեք ինքնանպատակ կամ ոմանց նման զորահանդեսային հրովարտակով դրա մասին հայտարարել չի նշանակել։ Առավել ևս, երբ իմ գործունեության ողջ ընթացքում ես քայլել եմ քաղաքականությամբ զբաղվողների եզրագծին շատ մոտ։ Հասկանում եմ, որ հիմա առավել քան երբևէ հասունացած է ամբողջությամբ քաղաքական գործունեությամբ զբաղվելու թե պատեհ պահը, թե համապատասխան հասունությունն ու թիմակիցների ու համակիրների ակնկալիքները։ Բայց այդպիսի որոշում կայացնելու համար բանտային պայմանները լավագույն միջավայրը չեն։ Երբ դուրս կգամ ռեժիմի գերությունից, այս հարցը կլինի ամենաառաջինը, որ կքննարկեմ իմ ընտանիքի անդամների, ավելի լայն ընտանիք դարձած թիմի, ընկերների ու համագիրների հետ եւ անպայման հրապարակային կետ առ կետ կանադառնամ որոշմանս բովանդակությանը։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Այնուհետև Նարեկն ընտրել է Ալեքսի հարցը։ Ողջույն Նարեկ ջան, ինչպես միշտ Կիևից, եղբայր ջան, նախ ընդունի անկեղծ զորակցությունս քեզ եւ Վազգենին։ Նարեկ ջան, ըստ քեզ Սփյուռքը չպետք է խիստ ակտիվանա հենց եկեղեցու համար պայքարում։ Չգիտես ինչու շատ-շատերը կարծում են, որ եկեղեցին պատկանում է միայն Հայաստանում ապրող հայերին։ Ինչու ողջ աշխարհում հայերը չեն խաթարում իրենց երկրներում դեսպանատների աշխատանքը եւ լսելի դարձնում իրենց խոսքը։ Նարեկ ջան, իսկ կարող է մենք հենց այս ամենին էլ արժանի էինք։ Ալեքս ջան, ողջույն, շնորհակալ եմ զորակցության համար, բայց թույլ տուր հարցիդ հիմնական բովանդակությունից շեղվելով անդրադառնալ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդհանրապես այդ 8 եպիսկոպոսների դավաճանությունը Մայրաթորին եւ ամենայն հայոց հայրապետին ինձ մոտ զարմանք չառաջացրեց, բայց իր վնասարարությամբ ըստ էության կազմալուծման է տանելու եկեղեցին, որովհետեւ այդտեղ արկա անուններն ու դրանց ետևում թաքնված կենսագրությունները որևէ դրական նշույլի հույս չի տալիս։ Այս ամենի մասին մենք, ես եւ Վազգենը խոսել ենք դեռ հունիս-հուլիս ամիսներին եւ ասել ենք, որ կաթողիկոսի գործելավոճը բերելու է եւ հանգեցնելու է այս իրադարձություններին։ Ռեժիմը ի հակադրություն եկեղեցու եւ ընդդիմադիր ուժերի քաղաքական նպատակադրումներում ավելի հետևողական է, դրանց հասնելու գործիքակազմը կիրառում է ամբողջությամբ եւ չունի որևէ ռեսուրսային սահմանափակում։ Ես առավել քան վստահ եմ, որ ներկայիս ընդդիմությունը եւ առավել եւս եկեղեցին այս աղետը կանխելու ռեսուրսներ ունեին, բայց ավաղ եկեղեցու հապաղելու արդյունքում անգամ ամենալավ ընդդիմությունը իզորու չէր լինելու կանխել այս աղետը։ Դու պատկերացրու Կճոյանն ու Քյարամյանը խոսում են կաթողիկոսի կանոնականությանը հետևելուց եւ Արշակ Սրբազանի կուսակրոնության ուխտը խախտելուց։ Այդ նույնն է, որ Նիկոլը խոսա Արցախն ազատագրելուց, իսկ Ալենը համարվի երևանցի լավ տղա եւ հայկական ավանդական ընտանեկան արժեքների ջատագով։
Հիմա այս ամեն ինչից հետո խոսալ Սփյուռքի ակտիվության կամ ներգրավվածության մասին կարծում եմ շատ նաիվ է ու ոչ արդյունավետ։ Կարող ենք խոսել առհասարակ մեր երկրում հեղափոխական, քաղաքական եւ քաղաքացիական պայքարի մշակույթի բացակայության մասին, որն էլ իր հերթին փոխանցվում է հանրային լայն շերտերին ու տոտալ անհնազանդության եւ վերածվում փողոցային գործողություններով որևէ հաջողության հասնելու հեռանկարը։ Մի խոսքով ես վստահ եմ, որ մեր հայկական ներքաղաքական կյանքում նոր, ավելի կարող ու ավելի համարձակ օրակարգ ձևավորողներ եւ այդ օրակարգերն իրականացնողներ են հարկավոր, որոնք կան հաստատ այսօր գործող ընդդիմադիր հիմնական ուժերի շարքերում, բայց իրենք այդ շարքերի ետևից են քայլում։ Խնդիրն ավելի գլոբալ ու ավելի համակարգային եմ ես պատկերացնում։ Ալեքս ջան, դրա համար հարցի պատասխանն այսպիսին ստացվեց։ Բացի այդ, ես էլ գրում եմ իմ ձեռքով ու անկեղծ հոգնում եմ այսքան գրելուց։ Դրա համար մաքսիմալ հակիրճ եմ պատասխանում։ Իդեպ, իմ ասածներն ավելի խորքային եւ պատկերավոր պատկերացնելու համար խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Սրջա Պոպովիչի A Blueprint of Revolution գիրքը, ինչն այս օրերին սիրով կարդում եմ ես։ Հաջորդը Նարեկն ընտրել է Գայանե Վերմիշյանի հարցը։ Շնորհակալություն մեր տղաներին ժամանակավորապես փոխարինելու համար։ Հարց. Ինչ կարծիքի եք Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի Նիկոլը պարտվի։ Հարգելի Գայանե, միանգամից առաջ անցնելով պատասխանեմ, որ Արման Թաթոյանի միտքը կապված նախագահների ընտրություններին չմասնակցելու հետ բյուրեղյա նիկոլական եւ նիկոլածին թեզ է։ Թաթոյանի այս մեկնությունը լսելուց հետո ես պատկերացրի օրինակ, թե ինչպես էր երիտասարդ Արմանը ժամանակին փորձում գերել իրեն դուր եկած աղջկա սիրտը ու պատկերը մոտավոր այսպիսին ստացվեց։ Եկեղեցի խորանի առջև կանգնած երիտասարդը աղոթք եւ խնդրանք է հղում առ Աստված, որ աշխարհի բոլոր երիտասարդները առաջին իր կուրսեցիները վերանան կամ փոխեն իրենց սեռական օրիենտացիան, որպեսզի ինքը մնա միակ տարբերակն այդ աղջկա կյանքում։ Ընդհանրապես Թաթոյանն ու քաղաքականությունը կամ քաղաքական մտածելակերպը հակադիր բևեռներ են։ Ու ես ցավում եմ դեռ այն միամիտների համար, ովքեր հույսի նշույլ ունեն վերջինիս քաղաքական կարիերայի հետ կապված։ Վերադառնալով հարցի բուն բովանդակությանն ասեմ, որ Թաթոյանի այդ հնչեցրած միտքը դաշտ է բերել եւ պարբերաբար կրկնում է ռեժիմի պարագլուխը։ Եվ իզուր չէ, որ Արմանի Ամերիկա բացահայտած դեմքի արտահայտությամբ եւ ձայնի առոգանությամբ հնչեցրած սոկրատեսյան միտքը հենց հաջորդ օրը ծափողջություններով ընդունվեց CVKM կայքի համապատասխան հոդվածում։ Իրականությունն այն է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահները Նիկոլի համար նվեր չեն, առավել եւս, որ նվազագույնը առաջին եւ երրորդ նախագահներն անձնական քաղաքական հայտ չեն ներկայացրել, իսկ երկրորդ նախագահն այլևս ընդդիմադիր դաշտի առաջատարը չէ։ Իսկ այ Նիկոլին մեծագույն նվեր կլինի Արմանի նման ընդդիմությունը, որն իր ընկեր Էդմոն Մարուքյանից շատ քիչ տարբերվող ճակերտավոր ընդդիմություն կաշխատի ու միգուցե հատուկ հանձնարարականներով դեսպանել չլինի։ Խորհուրդ եմ տալիս Արման Թաթոյանին գնահատել եւ նրա ասածներին վերաբերվել այնպես, ինչպես որ նա կա իրականում, Մարուքյանաբար։ Այսօրվա համար հարցերն այսքանն էին։ Եղեք ակտիվ, մեկնաբանություններում եւ անձնական նամակներով Anti-Fake-ին գրեք հարցեր, որոնք փաստաբանի միջոցով անպայման կհասնեն Նարեկին եւ Նարեկը հնարավորություն կունենա բանտարկված խոսել ձեզ հետ։